Իրականում հենց ինչքան որ հուզիչ կար, երևի թե էլ ավելի ծանր էր իմ համար, մանավանդ առաջի մի քանի ամիսը, չեմ ուզում վերլուծելու բան չի։ Ով Արմեն Գյուլբուդաղյանից հետ աշխատել է, կիմանա, հենց այսպես մտի առանց նայելու, մտի ինձ միտեղ խաղա, ասած։ Հա, չէի կարող ասել, վсё, ես գնացի բան, հեսա papayin կասեմ, ընդ մի հատ ինձ բան կդասավորի, ես դա համար իմ գործը անել։ Մանավանդ մի բան, որ ես ինձի դուր չգար, առավել եւս ոչ մեկ չէր իմանա դրանից, որ ասենք մի բան եղել է, որ իմ դուրը չի եկել։ Որպես մարդ տեսակը Բուենոն ինքը շատ առանց էմոցիա մարդ է։ Կարծում եք, որ իր վրա ճնշում կա, սպասելիքները մեծ է, սպասում ենք պետք է ամենխային գոլ խփի։ Բարի գալուստ մեր ֆուտբոլային աշխարհ, որտեղ գնդակը ոչ միայն կլոր է, այլ նաև իրենից ներկայացնում է պատմություններ, պայքար ու ինչ որ դեպքերում էլ նաև դրամա, հարգելի եւ սիրելի հետևորդներ ջան։ Այո, սա այն տեղն է, որտեղ անդրադառնալու ենք ոչ միայն գոլերին, այլ նաև սխալներին, ոչ միայն հաղթանակներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր գտնվում են դեռ հաղթանակի ճանապարհին։ Այնպես որ զինվեք համբերությամբ եւ հիմա սկսում ենք եթերը, բնականաբար մեր հյուրին քիչ անց կտեսնեք։ Ողջույն Գևորգ ջան, ինչպե՞ս ես։ Բարև Հայկ ջան, լավ։ Ինչով ես զբաղվում Գևորգ Ղազարյանը ներկայումս։ Այս պահին Արարատ Արմենիայում գլխավոր մարշի օգնականներից մեկն եմ եւ պատրաստվում եմ արդեն ապրիլին նաեւ լիցենզիայի կրթությունը սկսեմ։ Ես շատ լավ հիշում եմ քո հրաժեշտի տեսանյութը, երբ ավարտեցիր կարիերատ, շատ հուզիչ ու այդեն դեպքերից էր, որ sense նայում ես ու ասում ես լավ, այս մարդը ոնց է դիմանալու առանց ֆուտբոլի, այն որ գծից այն կողմ, այդ կանաչ խաղադաշտից այս կողմ, այդ շատ ծանր է, չէ՞, այդ ամեն ինչը։ Իրականում հենց ինչքան որ հուզիչ կար, երևի թե էլ ավելի ծանր էր իմ համար, մանավանդ առաջի մի քանի ամիսը, բայց կարծում եմ լավ ստացվեց, որ հենց այդ ժամանակ վերջացրեցի կարիերաս, հենց այդ ձևով։ Երևի թե այդ 2 տարիները Վարդան Մինասյանի հետ անցումային էր, երևի թե նոր ես արդեն վերջնականապես այդ խաղացողի վիճակից կտրվել եմ, որովհետև անընդհատ նույնիսկ այդ մի տարի անցնելուց հետո միտք կար հետ գալ էլի խաղալ ֆուտբոլը, անընդհատ մտքիս մեջ էր։ Հիմա նոր կարելի ասել այդ միտքը մեջիցս դուրս է եկել այս տարի։ Վերջին տարիներին իմ վնասվածքները շատացել էր եւ հիմնական պատճառներից մեկը հենց այդ էր, որ ուրիշ գործոնների հաշվին լրացնես, բայց ես իմ բնավորությունը այնպեսին էր, որ նույնիսկ այդ փոքր դրվագներում չէի ուզում, որ հետ մնա ավելի աշխուժ, ավելի երիտասարդ, որ մի քիչ ավելի շատ աշխատանք կարեն անեն։ Ես անընդհատ այդ փորձում էի դա էլ անել ու այդ ինձի շատ էր խանգարում, ջղայնանում էի, ներվերի հետ էլ կապված այդ վնասվածքները, անընդհատ փորձում էի հաղթահարել ու այդ ինձի էլ ավելի շատ էր խանգարում։ Գլխավոր մարզիչ որպես քեզ արդեն պատկերացնում ես ինչ որ ակումբում կամ հավաքականում միգուցե։ Արդեն, հա, ինչքան ժամանակ է, 2.5 տարի, արդեն մոտենում է 3-րդ տարին, երևի թե հիմա նոր մի քիչ չէ, արդեն պատկերացնում եմ։ Նախկինում այդպես չէի պատկերացնում, դեռ գիտեի, որ հələ շուտ է եւ ժամանակը չի, այսպես ասած, հիմա կարծում եմ այդ պահը մոտենում է, որ մտքիս մեջ հայտնի է այդ։ Հասունանում ամեն ինչ։ Ձեր ժամանակ ոսկե սերնդի ժամանակահատվածում կային միանշանակ ֆուտբոլիստներ, դեմքեր, որոնք հենց այդ ոսկե սերնդի առաջատարներն էին, իսկ ներկայումս մեր հավաքականում տեսնում ես այդպիսի հեղինակություններ։ Կապ չունի նա որպես ֆուտբոլիստ խաղադաշտում ինչպիսին է, ընդհանուր այդ միջավայրում հավաքականի, որ կարող է առաջ տանել, որ կարող է խորհուրդներով օգնել կամ սխալները մատնանշել ու կընդունեն իր խորհուրդը։ Այդպիսի ֆուտբոլիստներ ունենք։ Կարծում եմ Սպերցյանը համապատասխան է այդ ամեն ինչին, ինչ որ նշեցիք, որ կարա անի ու պետք է անի, թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս, որովհետև ինքը այդ փորձը ունի, բայց նաև մենք ունենք փորձառու ֆուտբոլիստներ, եթե կլինեն, ասենք Հովհաննես Համբարձումյանը կամ Հովհաննիսյանը, իրենք էլ միասին ամեն դեպքում դա մի հոգու համար դժվար է, պետք է լինեն
որ մեր մոտ նշեցիք նախկին հավաքականում շատ ջերմ ընկերական, դրա համար մի հոգով մենակ Սպեցյանի վրա չի կարելի թողել այդ բեռը։ Գևորգ ջան, Եղիշե Մելիքյանի հետ թե որպես ֆուտբոլիստ, թե համոզված եմ նաև այս ընթացքում շփումներ, անցած ճանապարհ ունեք, որ իր գործոնները, որ իր հատկանիշները sense կընդգծեիր, որ հավաքականի մարզչի համար շատ պետք է եւ միգուցե դու ինքդ կուզենայիր, որ քեզ մոտ լինեն այդ հատկանիշները, հետագայում արդեն որպես մարզիչ, երբ որ սկսես կցանկանայի առանձնացնել իր աշխատասիրությունը ու չհանձնվելու անընդհատ այդ իր նպատակին հասնելու ճանապարհը գտնի, ոնց կարա, անկախ նրանից թե ինչքան դժվար է ու անկախ նրանից է դրան ինչքան մարդը հավատում կամ չի հավատում։ Այդ բնավորությունը ունի, որ անընդհատ ուզում է հասնի իր ցանկալի կետին, ճանապարհները ինքը կարա չքնի, գիշերները մտածի, այդ նկատել եմ իր մոտ։ Բայց ամեն դեպքում նկատում ես հավաքականում փոփոխություն Մելիքյանի նշանակվելուց հետո։ Հատկապես սկզբնական հատվածում նկատվում էր փոփոխությունը, կարծում եմ հիմա էլ դա կա, դե նորից պետքա հիշենք ցավալի պարտությունը, հա, բայց մինչև այդ դրական փոփոխություն կար, այդ խաղն էլ չեմ ուզում վերլուծելու բան չի։ Հույսով ենք, որ այս փուլը պետքա ավելի լավ ստացվի։ Հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ գիտենք երկու մեր մրցակիցներին, երրորդին դեռ պետք է պարզենք, Մոնտենեգրոյի հետ ենք, ոնց որ քեզ շատ այո, քեզ շատ ծանոթ եւ սիրելի մրցակցի հետ ենք հանդիպելու ու Կիպրոսի, որն էլ, այսպես ասած, նույնպես քաջատեղյակ է, թե ինչ հավաքական է, ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, մի փոքր էլ անդրադառնանք նաեւ այն դեպքերին, ինչ տեղի ունեցավ քո կատարմամբ Մոնտենեգրոյի հետ դիմակայությունում։ Հիշողությունները Մոնտենեգրոյից ջերմ են, լավ հաղթանակ ենք ունեցել հենց իմ գոլի շնորհիվ վերջին վայրկյանին, հենց գոլից հետո խաղը վերջացավ, նույնիսկ կենտրոնից չսկսեցինք, բայց հիմա բոլորովին այլ է, հավաքականների տարբերությունը հենց այդ է, նույնիսկ մի քանի ամսվա ընթացքում կարան լինեն բոլորովին տարբեր հավաքականներ, ամեն դեպքում հաղթահարելի թիմ է, այն գերհզոր հավաքականը չի լինելու, ինչ որ ունեցել ենք։ Իսկ Կիպրոսը մի քանի տարիներ առաջ իրանց մոտ ճգնաժամային էր, անընդհատ բոլորին պարտվում էին, բայց անցած տարի ոնց որ թե մի քիչ լավացրել են իրանց խաղը, արդյունքների տեսանկյունից էլ լավացել։ Հավաքականի համար 5 ամիսը, 6 ամիսը բավականին մեծ ժամանակ է, որ չես կարող իմանաս ինչ վիճակում կլինեն։ Իսկ առհասարակ դե բնականաբար լինում են, չէ՞, մարզիչներ, որոնք մի քիչ ավելի կոշտ են, կոպիտ են իրանց արտահայտվելու մեջ ու իրանց ուղղություն ցույց տալու մեջ։ Քեզ պատահել է տես դեպք ու ոնց այդ ամեն ինչը քեզ չի կոտրել։ Ինձ իհարկե պատահել է, այն էլ նենց դեպքեր է պատահել, ով Արմեն Գյուլբուդաղյանցի հետ աշխատել է, կիմանա, բայց ինձ չի կոտրել, որովհետև ես մի ձև էի պատկերացնում։ Իմ համար երկրորդ տարբերակ չկար, ընդհանրապես չկար։ Ես ուզում էի, որ ֆուտբոլիստ դառնայի, էսի չեմ պատմել, չգիտեմ, երևի պատմեմ, փոխարինման մտնելուց 17-երի հավաքականներ ու նենց եղավ, որ ես դուրս մնացի այդ 17 տարեկանների Հոլանդիա առաջին մրցաշարին, հենց ինքը ինձ չտարավ։ Վերջի խաղին ընկերական նենց եղավ, ֆուտբոլիստները վնասվածք ստացան, ինձ պետքա մտցներ, բայց արդեն գիտեր, որ չեմ տալի, այսպես ասած հույս չէր կապում, սենց ասած մտի առանց նայելու, մտի ինձ միտեղ խաղա, սենց։ Հա, հիմա ասենք ինքը կարա ֆուտբոլիստը թաթուն էլ չգա ֆուտբոլի, էլի, ասենք շատ երեխեք հիմա կարող է դրանց բան, հա, սա է սենց։ Բայց հետո նույն էլի եկա, էլի իր հետ, իր ժամանակով շատ բան էլի իրանից սովորելով, ես մինչև այլ շնորհակալ եմ, որ այդ ճանապարհը անցել եմ իր հետ։ Բայց իր հետ հեշտ չի, որ ասում եմ պիտի դա մեջով անցնես։ Միշտ չի որ դա էլ ընդգծեմ, միշտ չի որ դա ճիշտ է, ամեն տեղ չի որ ամեն ֆուտբոլիստի հետ չի որ դա ճիշտ է։ Ուղղակի իմ համար այդ երկրորդ տարբերակը չկար, կարող է այդ բանը ինձ հետի է օգնել։ Չէի կարող ասել, վсё, ես գնացի բան, հեսա papayin կասեմ, ընդ մի հատ ինձ բան կդասավորի, ես դա իմ համար իմ գործը անում եմ։ Այդ թեմաներից ես ինչ որ ասում եմ, բայց տունը ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի կյանքում։ Բայց ո՞նց չի կիսվում։ Չէ, ես երբեք մանավանդ մի բան, որ ես ինձի դուր չգար, առավել եւս ոչ մեկ չէր իմանա դրանից, որ ասենք մի բան եղել է, որ իմ դուրը չի եկել։ Համեմատ մեր հավաքականի կազմում երկու փոփոխություն կա։ Գևորգ Ղազարյանը դուրս է գալիս հարվածային դիրք եւ հարվածում դարձին գոլ։ Եվ 100-րդ գոլը Գևորգ Ղազարյանը։
Գևորգ ջան, ունենք 6 նորեկ հավաքական հրավիրված Եղիշե Մելիքյանի կողմից, ասում եմ մեկն էլ շատ ավելի շատ ծանոթ է ձեզ։ Խուլիո Բուենոն 29 տարեկան Արարատ Արմենիայի ներկայացուցիչը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Ինչ կարող է նա տալ մեր հավաքականին, որ հատկությունները sense կառանձնացնեիր, որ շատ կարևոր է որ հավաքականում լինի։ Լավագույն հատկանիշները նա ֆիզիկապես շատ ամրակազմ է եւ արագ է։ Իր տակտիկական շարժումները Եղիշե Մելիքյանի հետ վստահ եմ էլ ավելի կլավանա, իօքուտ կլինի համ մեզ համ հավաքականին, բայց մի բան մի քիչ sense ժամանակից շուտ կուզենայի sense հուշում, չգիտեմ, ասել մեր հանդիսատեսին, որպես մարդ տեսակը Բուենոն ինքը շատ առանց էմոցիա մարդ է։ Սառն։ Հա, կարող է տպավորություն ստեղծվի, որ ինքը անտարբեր է, բայց ինքը տենց չի, ինքը չգիտեմ ինչ կլինի, որ ժպտալու ստենաս, այս տարիներ, հա, շատ sense միշտ լուրջ, բայց ինքը իրականում տենց չի, անտարբեր չի, ինքը շատ պատասխանատու ձևով է ամեն ինչը փորձում անի, թե մարզումները, թե խաղերը։ Ուղղակի իր մարդ տեսակն է, տենց ինքը քիչ է ժպտում, քիչ է խոսում, էմոցիա քիչ է ցույց տալի։ Դե այս դեպքում ուրեմն sense արագ անցնենք բոլոր 6 անունների վրայով, Խուլիո Բուենոին անդրադարձանք, Գոր Մատինյանը, Ուրարտուի դարպասապահը, նաև Կարլեն Հովանեսյանը, Փյունիկից, կենտրոնական կիսապաշտպանը, Արթուր Ասկարյանը եւ իհարկե Նարեկ Հովանեսյանը ԲԿՄԱ-ից են միանալու հավաքականին եւ Ֆին Գերագուսյանը, այս 6 ֆուտբոլիստները գալիս են հավաքական։ Կա այս ֆուտբոլիստների ցանկում մի անուն, որ շատ է զգացվում նրա կարիքը հավաքականում, հենց նույն Ֆին Գերագուսյանի պարագայում։ Հնարավորինս զուսպ մոտենանք իր հնարավորություններին, իր կարողություններին, թե այն որ ակնկալենք, ինչպես որ ակումբներում են ակնկալում։ Կարող է մի փոքր ճիշտ կլինի, որպեսզի այդ ճնշումը մի քիչ ավելի քիչ անենք։ Կարծում եք, որ իրա վրա ճնշում կա, սպասելիքները մեծ է, սպասում ենք պետք է ամենխային գա գոլ խփի։ Դե եթե դիտենք sense ֆուտբոլասերի աչքերով, կարծում եմ միշտ էլ յուրաքանչյուր ֆուտբոլիստով միանում է մեզ, մեր հավաքականին, ասում ենք, ըհը, եկավ, փրկիչը եկավ։ Սպասելիքը պետք է հասկանալի լինի, բայց այս պահին ես չեմ տեսնում, որ ինքը պետք է գա փրկիչ կամ գա գոլեր խփի։ Ճիշտ է, շատ խաղեր չեմ տեսել, բայց որքանով որ տեսել եմ, ինքը կախյալ հարձակվող է իր եզրայիններից եւ թիմակիցներից, ինքը ինքնուրույն այդ պահ ստեղծող ֆուտբոլիստ չի, ավելի շատ իրացնող է, բայց տարբերվում է մեր մյուս հարձակողներից իր կազմվածքով, երկրորդ հարկում խաղով, բայց ամեն դեպքում ինքը թիմի խաղից կախված է, պետք է շատ փոխանցումներ լինեն, շատ պահեր ստեղծվի, որ ինքը կարողանա իրացնել։ Իսկ մենք այդ խնդիրը ունենք պահ ստեղծել։ Այո։ Եթե պահ չենք ստեղծում, ինքը պահ ստեղծող չի։ Հալանդի օրինակ կազմվածքով մոտավոր էլի բոյով, բան, հիմա Հալանդը էլի կախյալ հարձակվող է, Մբապե չի։ Այո, ազգային հավաքականի վերջին հանդիպումը շատ ցավալի արդյունք մեզ բերեց։ Անկախ այն բանից, թե ում դեմ ես դու մրցում, 9-1 հաշիվը անթույլատրելի է բոլոր առումներով։ Շատերն ասում են, ուզում ենք մոռանալ այդ հանդիպումը։ Ես հակառակը կասեմ։ Նման խաղերը շատ լավ պետք է հիշենք, չմոռանանք ու դարձնենք մեզ համար հաշվարկի կետ ու անենք ամեն ինչ, որ այդ օրինակ ֆիասկոներից խուսափել կարողանանք։ Մանավանդ մեր պարագայում ջախջախիչ պարտությունները ցավոք արդեն շատ վաղուց վերածվել են կայուն օրինաչափության։ Այո, եղան անհատական բազում սխալներ։ Այո, շատ հաճախ Պորտուգալիան ինչ խփում էր, դրանք ավարտվում էին գոլերով։ Այո, Եղիշե Մելիքյանը իրեն բաժին հասած հավաքականում աշխատելու ժամանակահատվածին շատ համապատրաստից մոտեցավ եւ ներկայացվեց որպես հավաքականի գլխավոր մարզիչ ամենաանհարմար պահին։ Այո, այս ամենը հասկանալի էր, ինչ որ միտեղ նույնիսկ ընդունելի էր։ Ամեն դեպքում հիմա ներկայումս մեր մարզիչի ձեռքի տակ արդեն կար բավականաչափ ժամանակ սեփական գործիքավորումները հավաքականում գեներացնելու համար։ Ամենակարևորը Մելիքյանը սառը գլխով մտածելու ժամանակ ուներ եւ վերջապես կարող էր կատարել հիմնակարային վերափոխումներ։ Առավել եւս, որ այդ վերափոխումների կարիքը ինքնին հասունացել էր, այսպես թե այնպես ռադիկալ մոտեցում էր հարկավոր։ Սա եղել էր հանգամանքների բերումով, իներցիայով, ավտոմատ կերպով, ինչպես ասում են, կյանքներ ստիպում։ Նախ Լուկասը հավաքականին հրաժեշտ տվեց, այնուհետ նրա օրինակին նաեւ Տիգրան Բարսեղյանը հետևեց։ Հավաքականը փաստացի երկու համակարգաստեղծ օղակների զրկվեց, ովքեր համարվում էին տարիներ ի վեր նրա խաղային դիմանկարը ապահովող երկու կարևորագույն ֆիգուրներից։
Առանց Լուկա Սեուտիկոյի ամբողջովին փոխվում էր հավաքականի հարձակումներ կազմակերպելու մեթոդիկան։ Սա նման էր 0-ից սկսելուն, որտեղ այս ասպեկտի հետագա զարգացումը ու դրսևորումը ամենասկզբերից պետք է դրվեր, ու թող չհնչի չափազանցված, այս գործոնի ապդեյթի ենթարկումը նոր էպոխա ազդարարող ամենաառաջնային արտահայտչա միջոցներից պետք է դառնար։ Փլատակների վրա նոր ծիլեր սահմանվեր, որը հետագայում պտուղներ կբերի մեզ։ Ու հիմա Եղիշե Մելիքյանը հենց այդ փուլի վրա է կանգնած։ Նա դրել է նպատակ իր առջև այս վերաբրենդավորման process-ը կատարել ամենաչնչին կորուստներով, որ չլինի շատ ցավոտ ու նաև որոշակիորեն ստեղծի ինչ-որ պրոդուկտիվ պատկեր։ Եվ այս ամենը Մելիքյանը պետք է անի այն բանի հետ հանդերձ, որ հանկարծ արդյունքն էլ չտուժի դրանից։ Իսկ սա մեղմացած շատ բարդ աշխատանք է։ Հենց նաև սրանով է բացատրվում այն ֆակտորը, որ Եղիշե Մելիքյանը այս անգամ կիրառեց ազգային հավաքական հրավիրելու նորեկների նման մեծաթիվ մոբիլիզացիոն ռեզերվ։ Ունենք միանգամից 6 նորեկ։ Եղիշե Մելիքյանը կազմի հետ կապված անում է շատ թիրախային միջոցառումներ, բոլոր գոտիները, որոնք մեզ մոտ դարձել են աքիլեսյան գարշապար եւ խոցելի են մեզ համար։ Հենց այդ զոնաների համար հրավիրվել են կոնկրետ տեխնացուներ։ Մեր մարզիչը կադրային առումով եղածի մեջ առավելագույնը կամեց։ Ահա թե ինչու էի ասում, որ սկսվել է գլոբալ ռեբրենդինգ։ Անդրադառնալով Բելարուսի դեմ առաջիկա խաղին, խոսենք մի փոքր վիճակագրությունից։ Մինչ օրս նրանց դեմ մրցել ենք 7 անգամ։ 3 հաղթանակ տարել է Բելարուսը, 2 անգամ հաղթել ենք մենք, 2 անգամ էլ հանդիպումները ավարտվել են խաղաղ ելքով։ Վերջին անգամ Հայաստանն ու Բելարուսը մրցեցին միմյանց դեմ 2017 թվականին խաղը Երևանում կայացավ։ Մեր ազգային ընտրանին խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ 4-1 հաշիվը գրանցվեց։ Իդեպ ասեմ, որ ներկայումս Բելարուսների մոտ նույնպես բավականին տխուր պատկեր է նշմարված։ Անհաջողություններ անհաջողությունների հետևից, անատան ֆուտբոլ մեծ խոտանով պատված, բարդությունների շարք մշուշոտ հեռանկարով։ Հենց սա պատճառ դարձավ, որ արդեն տարվա սկզբում հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Բելարուս ամենաուժեղ մասնագետներից, եթե ոչ ամենաուժեղը, Վիկտոր Գոնչարենկոն։ Կարծում եմ կհիշեք, որ նրա օրոք բելարուսական բատեն ինչ մեծ հաջողությունների հասավ։ Նրա անունը հենց այստեղ բացահայտվեց։ Հետո Գոնչարենկոն Մոսկվայի բանակի կենտրոնական մարզական ակումբը գլխավորեց։ Բանակայինների մոտ բավականին կայուն խաղ դրեց, սուպեր գավաթը նվաճեց, Եվրոպայում լավ աղմկեց։ Ընդհուպ բանը նրան հասավ, որ Գոնչարենկոյի գլխավորությամբ ԲԿՄ Մադրիդում 3-0 խոշոր հաշվով, ոչ ավել, ոչ պակաս, արքայական ակումբին հաղթեց ու պատմություն հավերժացրեց։ Սա իրոք լոկալ չտեսնված նվաճում էր։ Մելիքյան Գոնչարենկո դիմակայությունը մարտավարության առումով հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Կարծում եմ թեժ կռիվ է սպասվում։ Այո, Բելարուսի դեմ ընկերական հանդիպումը առաջին հերթին կարևոր է նորեկների փորձարկման առումով, մարտավարական մշակումների տեսանկյունից, նոր գաղափարներ ինտեգրելու գործոնում, սակայն կա ոչ պակաս մեկ այլ կարևոր ֆակտոր։ Կլինի ընկերական թե պաշտոնական խաղ։ Հիմա այնպիսի վիճակ է, որ հայ երկրպագուն ուրախանալու է նաև ընկերական խաղում տոնած հաղթանակից։ Իսկ ուրախություն մեր ճամբարում չի եղել շատ վաղուց։ Նման էմոցիաների կարոտ ենք մնացել կոպիտ ասած։ Ահենց սրա համար տղերք ջան, կռիվ տալ հաստատ արժի։ Գևորգ ջան, առաջարկում եմ անցնենք մեր հաջորդ հատվածին, մեր ոդքասթի, եւ ես կտամ մի քանի հարցեր 4 տարբերակով, ընտրիր ճիշտ տարբերակը։ Ուրեմն այսպես։ Որ երկիրն է ամենաշատը պարտվել աշխարհի առաջնությունների եզրափակիչում։ Գերմանիան, Արգենտինան, Նիդերլանդները, թե Իտալիան։ Գերմանիա, Արգենտինա, Հոլանդիա, Իտալիա։ Գերմանիա։ Չէ, բայց Հոլանդիան։ Որ ֆուտբոլիստն է խփել ամենաշատ գոլերը 1 եվրոյի ընթացքում։ Միշել Պլատինին, Անտուան Գրիզմանը, Կրիշտիանո Ռոնալդոն, Ալան Շիրերը։ Պլատինի, Գրիզման, Ռոնալդո, Շիրեր։ Ռոնալդոին չեմ հիշում, Շիրերի ժամանակ այդքան չեմ նայել, Պլատինինը չեմ նայել, բայց երևի ասեմ Պլատինի։ Այո, ճիշտ տարբերակներ, Միշել Պլատինին։ Հաջորդ հարցը հետևյալ տեսք ունի, որ մարզիչն է առաջինը 2 անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան նոր ֆորմատով։ Գվարդիոլան, Մոուրինյոն, Զիդանը, թե Ֆերգյուսոնը։ Գվարդիոլան, Մուրինյոն, Ֆերգյուսոն, մյուսը Զիդան։ Զիդան։
Ես ճիշտն ասած կարայի ասեի 3 հաղթանակ կատարել, բայց այդ հարցը անիմաստ կլիներ։ Դե քանի որ մի քիչ տրամադրություններս էլ ավելի է փոխվում, առաջարկում եմ մասնենք մյուս հատվածին, որտեղ ես քեզ ցույց կտամ կադրեր, ֆուտբոլային դրվագներ, գալու է այն կուլմինացիոն պահը ու այդտեղ կադրը դադարելու է։ Ինչ է լինելու հետո։ Ինչ է լինում այս դրվագում։ Դե գոլ է լինում, գոլից հետո էլ այս խաղից առաջ ես ու Էդգարը Մանուչարյան պայմանավորվել ենք, որ երկուսիցս մեկը ով գոլ խփի, պետքա գնանք կանգնենք իրար դեմ, չոքենք, չոքած գանք, ասենց իրար փաթաթվենք, տենց ուզում էինք անենք, այնել շուտ եկան լցվան տղեկը չհասցրինք, բայց մոտավոր տենց մի բան եղավ։ Դե գոլը սիրուն գոլ էր հերվից։ Շատ լավ, ճիշտ է։ Դե ասում եմ, ոնց կարայր դու Գևորգ ջան քո խփած գոլը մոռանալ։ Դեպի Մարկոսը շարունակում է գնդակով շարժվել, հիմա թողնում է Յորա Մովսիսյանի եւ շատ լավ փոխանցում է կենտրոն Գևորգ Ղազարյանն է։ Հա, ստեղ հաղորդավարը ինձ ու Հենոյին խառնում է իրար, էսի ես չեմ Հերիկ Նախմխիթարյան, շրջանցում է, շատ լավ պաս է տալիս, ես էլ կրունգով սիրուն գոլ եմ խփում։ Չէ, տես մանրամասներով Ես այն ամենա գրոհը սկսելուց արդեն կարայի ասեի։ Էսի էլի գոլով է վերջանում, մի վարքյան հիշեմ։ Ոնց ինչ գոլ են խփում։ Ես մատնեմ։ Պասի ասեմ կտոս Բիլիսին։ Անկերական խաղ է եղել։ Հա, իրան ես եմ տալի կախում է դարպասապայի վրայից, ոնց որ ինչ-որ sense գոլ է լինում։ Հա, պասը ես եմ տալի, ճիշտ է։ Հա։ Ճիշտ է։ Անցնենք այստեղ։ Անդերլեխտ Միլան։ Մակրոտ գոլն է Իբրահիմովիչի։ Ամեն ինչ ճիշտ ասացի, բայց Իբրահիմովիչը չի, բանա, բոտեն, Պրինց։ Չէ։ Հա, Մեքսեսն է, այո։ Շատ ճիշտ է։ Ու ֆանտաստիկ գոլն է Օզբիլիսի հերվից կրակոցը։ Ջեմ ոնց է հիշում այդ ամեն ինչը։ Ես օրինակ տարիների ընթացքում զգում եմ, որ բաներ կա ֆուտբոլում մոռանում եմ։ Ես սիրում եմ ես ընդհանուր խաղերն այլ մանավանդ այտենց առանձնահատուկ օրինակ այդ գոլը ոնց կարելի է չհիշել։ Ու վերջի տարբերակը փորձենք գուշակել։ Դե կարծում եմ տեսնում ես արդեն ով է։ Հա։ Եվ ինչ է անում նա։ Հա, գոլ է մտնում իր փոխանցումից, երևի որ զարմացել է դրա համար։ Այո, Կարանք։ Բայց կարծում եմ փոխանցում էր։ Հա։ Իսկ sense դրվագներում առհասարակ այդպես հարցնում եք, դե ճիշտ է ասա, ինչ է ուզում անել։ Դե օրինակ դեպքեր կա, կարաս չհարցնես, բարձ է։ Գևորգ ջան, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտար մեզ տրամադրեցիր, համոզված եմ։ Ինչքան զրուցենք, այնքան մեր ֆուտբոլասեր հանրությունը մեծ հետաքրքրությամբ կսպասի այսպիսի հանդիպումների եւ հուսամ դրանք չեն ուշանա։ Ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր։ Դե ինչ արգելիներս, ավարտվեց մեր այսօրվա խաղը, այսպես ասենք, մեր խաղային երեկոն ավարտեցինք։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Նորալիքի YouTube-յան էջին, կիսվել եւ իհարկե գրել ձեր տեսակետները, որովհետեւ այստեղ ձեր կարծիքը նույնքան կարեւոր է, որքան խաղադաշտում ֆուտբոլիստների եւ մարզիչներինը։ Կհանդիպենք արդեն հաջորդ անգամ, իսկ դուք հիշեք, որ ֆուտբոլը դա պարզապես խաղ չէ, այլ լեզու, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Որ մարզիչն է հաղթել Չեմպիոնների լիգան 3 տարբեր ակումբների հետ։ Անչելոտին։ Իրականում չէ։ 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 Հələ։ Ոնց։ Մորինյոն Ռեալի հետ չի հաղթել, բա Ռեալ չի հաղթել։ Ռեալի հետ չի հաղթել։ Չէ։ Խապսերես։